Հայաստանը ռուսաստանցիների համար նոր տարվա տոնական օրերն անցկացնելու ամենապահանջված ուղղություններից մեկն է։ Այս մասին հայտնել է տուրիստական գործակալությունների դաշինք ասոցիացիայի փոխնախագահ Ալեքսա Մկրտչյանը։ Ինչ վերաբերում է ԽՍՀՄ նախկին հանրապետություններին, Բելարուսը բնականաբար այստեղ մրցակիցներ չունի։ Այնուհետև մեծ տարբերությամբ գալիս են Աբխազիան, Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը, պատասխանել Մկրտչյանը հարցին, թե որ երկրներն են ընտրում ռուսաստանցիները իրենց ամանորյա արձակուրդների համար, բացատրելով, որ ավելի հեռավոր երկրների ընտրությունը կախված է բնակության սկզբնական վայրից՝ արևելյան թե արևմտյան Ռուսաստան։ Ռուս երգչուհի Նանա Հաթլը նոր երգ է ձայնագրել նվիրված Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամությանը։ Մեծ սիրով դեպի արևոտ Հայաստան, այսպես է մակագրել տեսանյութը արտիստը։ Աղջիկն ինքն է գրել երգի երաժշտությունն ու բառերը, նաեւ դարձել է տեսահոլովակի գաղափարի հեղինակը։ Հոլովակում երգչուհին ներկայացել է հայկական ավանդական տարազով, կարմիր զգեստով, տեսանյութն էլ համադրված է Երևանի կադրերով, Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի տեսարանների հետ։ Արտիստի լրիվ անունը Նանա Կիրոպովնա Խատլամաժիևա, նա 29 տարեկան է։ Նանայի հայրը հայ է, մայրը վրացի։ Նանան Չեչենիայի Հանրապետության վաստակավոր արտիստ է։